2022 թվականի դեկտեմբերի վերջին Արցախի Լաչինի շրջափակումից հետո եւ թե 2023 թվականի սեպտեմբերին Արցախում ադրբեջանական ռազմական հարձակման առաջին իսկ օրվանից Հայաստան համահայկական հիմնադրամն իր միջազգային ցանցի հետ ներգրավեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների առաջնային կարիքներն աշխատանքներին։ Հիմք ընդունելով բռնի տեղահանված մեր հայրենակիցների տեղաբաշխումը Հայաստանի Հանրապետության մարզերում ընտրվեցին առավել խիստ տեղակայման մարզեր՝ Սյունիք, Վայոց ձոր, Արարատ, Արմավիր, Արագածոտն, Կոտայք եւ Գեղարքունիք։ Կազմակերպությունը համագործակցել է համայնքապետարանների, մարզպետարանի հետ, կարողացել ենք համատեղ ուժերով աջակցել այդ ընտանիքներին։ Կացարանների թիվը շատ է համայնքում, բնակավայրերում, ինչպես նաև ընտանիքներ կան, որոնք որ տեղավորվել են մեծ տներում, դատարկ տներում եւ այս պահի դրությամբ բոլորի խնդիրները, կարիքները մնում են նույնը։ Ամբողջ փաթեթը բախշել է 247 ընտանիքի։ Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Հայաստան համահայկական հիմնադրամին տրամադրված եւ տրամադրվելիք աջակցությունների համար, որովհետեւ շատ որակով, շատ տեղին աջակցություն է։ Սեպտեմբերի 21-ից մինչև դեկտեմբերի 31-ը շուրջ 200 տոննա հումանիտար աջակցություն բաշխվեց նշված մարզերում տեղակայված կարիքավոր ընտանիքներին։ Աջակցությունն իր մեջ ներառել է սննդի եւ հիգիենայի պարագաների փաթեթներ, տաք հագուստ, մահճակալներ, անկողնային պարագաներ, ծածկոցներ, տաքացուցիչներ եւ այլն։ Ընդհանուր առմամբ հումանիտար աջակցությունից օգտվել է 62,000 շահառու, որից միայն տեղահանության օրերին Կորնիձորում ստեղծված աջակցության կետերում շուրջ 20,000 մարդ։